պետք է լինի զգեստը, ոչ շատ պարազային, բայց Բարդություններ ես ունեցել, ընթացքում կատարման ես դերվեշ և դարձի հիրանիք որ զարդորն ես ընտրել, որովհետև որ այդպես ես ունեմ նաև ես։ Սկզբում ինձ համար շատ դժվար է, որովհետև ես էքսկիզաբլումներից ստանում էի շատ տարազական տեքստեր, ինձ շատ դուր չէր տալիս, որովհետև արխայական տարազը դա ուրիշ տարազ է, սկսում նրանից, որ արխայական տարազը Թարազան թագունի եղել է 4-րդ տարից, իսկ տարազ հենց այդ անվանումը մշակութային ստացել ենք արդեն 7-րդ տարից։ Եվ որպեսզի ես ստանամ արքունական տարազ, ես փոխեցի ձևը, բայց միևնույն նա տարազ։ Ինչն ես փոխել։ Ստեղ կտրված եմ կատարել, որպեսզի նա չի, նաև ես նրա ուսերն եմ բացել, որ տարազներ իրոքների չէ։ Իսկ մենք տարազները ուսերը կապում առանց ուսաշետը։ Իսկ թևերի ձևվածքը քեզ այն ժամանակ եղել է, այս տեսակ է եղել, փոփոխության ես ենթարկել։ Իսկ հիմա այս տեսակի եղել է, բայց շատ Լավ։ Դժվարությունները եղել են զարդանախշերի հետ կապված, ինչ է ստանում, այսպեսի զարդանախշը պետք է լինի շրջազգեստի վրա, որպեսզի գեղեցիկ նայվի, բայց հետո ես ինձ ասում, որ ես կարող եմ օգտվել նաև գորգերի զարդանախշերից, ես վերցրեցի արդեն գորգի զարդանախշեր և Որ գորգի զարդանախշից ես օգտվել Երևանյան Մեր 20-րդ դարի ժամանակակից, եթե Երևանյան ասեցիր, 20-րդ դար, մինչև 19-ից 20-րդ դար։ Որտեղ այդ գորգանախշերը գորգը գտնվում, որ ինչ-որ միտեղ ես տեսել, գրքում, թանգարանում։ Ազգային գրադարան գնացել։ Ազգային գրադարան, բարի։ Այնտեղ ես հայական ավետարողների մասում կարծրեցի,
բայց ինձ ասեցին, որ չկա դեռ Լավ։ Իսկ կգրես այս շորը առօրյայում, թե ոչ։ Առօրյայում, հա։ Հա։ Մենակ կոճկելն էլ չէ, ես որ կոճկվում է զիպով, դա էլ ժամանակակցություն է ավելի։ Կոճակներ լիներ, բայց հարթացում տվեց կոճակներ, այսքան ինքը մի քիչ այն չէր նարդու, ինձ պետք է կպած։ Իսկ ինչ զարդեր ես օգտագործել։ Որ մոտիկներ, կասեմ եք, որ ծալիներ են։ Ծաղիկ, այո, հուսական։ Հա, իսկ Երևանում շատ էին սիրում հենց ծաղկային զարդանախշեր օգտագործելը շատ էր։ Ու որ հասկացա, որ Երևանյանա շատ են ծաղկային զարդանախշեր օգտագործել։ Կարելը դու ես կարել, դու ես ձևել, թե ով։ Հա, սկզբում կիսաշրջազգեստն եմ կատարել, լեկալ եմ անել, ու հետո իրար եմ կարել։ Իսկ երկրորդում ես վերցրել եմ բարբարա կտորը, իսկ հետո ատլասը, առանձին կարել եմ իրար, իսկ հետո արդեն իրար եմ կարել, միացրել կարել։ Այստեղ էլ, որ պետք է այստեղ զգացվում է, որ չափված է, չափսերը, նոր կարված, որ հավասար տրվի շորը։ Նաև տակից ես կարել եմ լիպկիտկան, ասասին հինդ կար, որ ավելի Ամրից որ մասն ես արել։ Այս մասերն է։ Ու ներքևը, որ զգացվի տեսքը։ Այս դու ես, այս ինչ քո պրեզենտացիան է։ Նյութերի եւ տեխնիկայի մասին խոսես։ Ինչ նյութեր ես օգտագործել։ Կտորները ասեցի, հիմա նկարազարդման ինչ եղանակ ես օգտագործել, ինչ ներկեր ես վերցրել։ Ձերքի աշխատանք է, այս հենց կտորի ներկա։ Դու ես նկարազարդում։ Չեն օգնում։ Շատ։ Բարի։ Շարունակ։ Առանձին հավուր կենսագրություն է, առանձին հավուրին չորդ դարի անդոքսինո դուստերներ, նաև տեղացապություն կա, որ նրա մարիա եղել է մանուկյանների կողմից։ Իսկ դա բարձրաստիճան կողմ է, ինչ վկայում է առանձին հավուրի բարձրաստիճան կողմից։ Առանձին թագուհի նաև ապագա թագավոր կապ թագավորի մայր կողմել։ Սկզբում առանձին թագուհին ամուսնացել է գնելի հետ, բայց քանի որ Հայաստանը գտնվում է հռոմեական եւ պարսկական վիճումների մեջ, նրան սպանեցին եւ Զավելին կնություն առավ նրա եղբայրը Ալթունի երկրորդը։ Նվիրներ ֆիլմի մեջից ես մտածում եմ, որ առանձինը սիրում էր դեր իր առաջին ամուսնուն։ Ինչ ես ամուսնը դրել Արարատյան Երևանյան տարասեց։ Երևանյան որտեղ
որովհետև Երևանյան տարածներում զարդանախշերը շատ հարուստ էին, իսկ արևելյան այդ ընդհանուր անվանում էր արևելյան Շարունակես դիմացից Ինչ է ստացա տանցի ինչու։ Վերջ։ Կարմիր գույնը շատ է հանդիպում ես հայկական տարազների մեջ, դա հարստության, պատվաբերության և լույս ջրող գույն է։ Ոսկե գույնը շատ է նույնպես օգտագործվում հայկական տարազների մեջ։ Ոսկե գույնը թելով ասեղնագործվել են հայկական տարազները, զարդանախշերը, ինչը վկայում է բարձրաստիճան հնչյունների մասին։ Դա նաև եղել է ալպինական ապրանքներում, ոսկեգույն և մոխրագույն ասեղնագործություն։ Այսինքն արծաթի և ոսկու թելերով ասեղնագործություն։ Իսկ մարմնային գույնը եղել է մաքրության և հանգստության գույն, որը որ եղել է ուրիշ գույներին միավորելու համար, ավելի գեղեցիկ միավորելու համար։ Կա բան, որ ուզես ավելացնել Գալինա ջան, որ չես ասել, մտածում ես ասել։ Ինձ գործական աշխատանքից էլ հապստից մոդելից։ Կարելի է ես մի հարց տամ։ Աշխատանքը սիրով ես արել, սիրում ես այն ինչ որ դու զբաղվում ես, քո եղել է դրությունը, թե Սիրում եմ։ Այս զարդանախշերը, որ ես նկարել եմ, այդ շատ բարդ աշխատանք է իրականում, ու պետք է սիրես աշխատանքը, որ ինչքան ժամանակում ես նկարել։ Երևի մի օր։ Մեկ օրում նկարել ես ամբողջը։ Բարի։ Օրինակ ինչ դժվարություններ էր եղել ստեղծագործելու ընթացքում, նյութերը ոնց ես գտել, որտեղ ես գնացել, ինչեր ես կարդացել, ինչ կարևոր բանն ես, ինչն է որ քեզ ոգևորել է, կերպարը ընտրելուց, բացի որ նրան որ նա թագուհի էր եւ դու իմացել ես ֆիլմից, որ ինչ-որ զոհաբերություն է արել։ Ավելին ասեմ, օպերայում կա Արշակի երկրորդ հենց օպերան, որը նվիրված է քո թեմային, եւ այնտեղ դու կարող ես հանդիպել հենց Փարանձենի կերպարին, լավ կլինի մի հատ էլ գնաս, որովհետեւ այնտեղ էլ է Փարանձենի շորը ոտորգույն, այնտեղ էլի ինչ-որ զարդանախշերով եւ այլն։ Չգիտեմ ինչքանով տեղյակ էիր թե չէ, բայց մոդ է եղել այն կերպարին, որը ստեղծել է այն մոդելյորը, որը որ ստեղծել է Փարանձենի կերպարը այնտեղ ներկայացման մեջ։ Երկրորդը ես կցանկանայի, որ քեզանից լսել այդ կայտառությունը, այդ նվիրված ինչի, այ ոնց որ ինձ ամենաշատը Կարենն է համոզել մինչև հիմա, ինչի։ Ինչ, որտեղ մի քիչ միգուցե դժվարանում ես, դրա համար փորձի ասում եմ հանգիստ, թե ինչ խնդիրներ ես ունեցել, ինչն է հեշտ եղել, ինչը դժվար, կարելուց հեշտ էր թե չէ, կարելու հմտությունները որտեղից ես տիրապետել, նստացնելը, այդ նույն հետևի ծալքերը, որ այդքան էլ հավասար չեն, այդ հավասարությունը որտեղից ես գտել։ Դու ես արել, ամենակարևորը որ դու արած լինես, որտեղ դու հաստատ, իսկ ես տեսնում եմ, որ դու ես արել, եւ որը ամենաողջունելի բանն է։ Մենք կարելի է մի քիչ միջամտեմ, այստեղ մենք թագել էինք նախատեսել, որ թագել պիտի սարքել, պարզապես ինքը մի քիչ դանդաղ էր աշխատում ու չհասցրեցինք թագը, ինձ թվում է, որ թագնել լիներ արդեն ավելի լիարժեք տեսքը կլիներ։ Զարդանախշը կա, լրիվ նորմալ է։ Մեծ բարձր թագ էինք նախատեսել։
Լավ տալես։ Ես հարց չունեմ։ Դու ունես ինչ-որ բան ավելացնելու։ Որ կիսատ թողեցի։ Որ կուզես ասայի։ Շնորհակալ։ Ներկայացնում եմ Սուրբ Մինաս Արազարդ Մամուտին։ Ատյականությունը։ Տանկարժեք պետակները շատ վաղուց հայտ են մարդկանց ոսկի արձակալատի իրենց շրջագությամբ և շատ հարմար ենթակի աշխատանքին։ Աշխատանքի նպատակներ հայկական ճարտարապետական զարդանախշերի շնորհիվ պատրաստել ինչ-որ զարդանք։ Ոսկեգործությամբ պատմությունը ձևավորվել է շատ վաղուց։ Ոսկեչական արվեստը բնագույն և կարևոր արվեստներից է և զարգացած տարբեր ժողովուրդների մոտ, ինչպես նաև Հին Հունաստանը, Հռոմը և Բյուզանդիան իրենց աշխատանքները իրականացրել են փորագրման, էմալապատման և ուսումնման մեջ, ինչով այսօր էլ ամենակենտրոնը այնտեղ է ձևավորվել ոսկեչությունը։ Մինաս, ասես ինչ որտեղ է Սուրբ Մինասը գտնվում ու ինչի բացի որ դերես Մինաս, ինչի դրա ապարություն։ Իմ անունը միշտ ինձ հետաքրքրել է, ընտրելով հայտնաբերեցի ուսումնասիրման հետևանքով, որ Հայաստանում և ոչ Հայաստանում գոյություն ունեն եկեղեցիներ նման ավանդական, նույնը Իտալիայում, Հռոմում, ու խնդիրը նրանում էր, որ շատ ոսկերիչներ հիմնականում կենտրոնացում են Հայաստանում իրենց աշխատանքը։ Ես վերցրեցի Սուրբ Մինաս եկեղեցին, որը կնոքը եռակառույց է, եռաբաղադրիչ եկեղեցի է, այսինքն համ դամբարանա եկեղեցի է, համ աղոթավայր է, համ զանգակատար։ Այսինքն եռամիասնության նշանն է, եկեղեցու գմբեթին նշված է ՃՂՀ, այսինքն նշանակում է 1349 թվական, ստեղծվել է ժամանակ, մատանին եկեղեցին Հրազդանից 45 կիլոմետր հեռավորության վրա Կապիտան գյուղում եկեղեցին նաև անվանում են Կապտավանք, որովհետև գոյություն այնտեղ կա ինչ-որ հանք, անդեզիտաբազալտային կարմիր կապույտ գույնի եկեղեցին դրանից է կառուցված։ Դրա համար քարերը ոչ միայն նաև խորհրդանշում երկինքը, խաղը երկինքը, նաև եկեղեցի կանոն կապույտ քարից է պատրաստված, դրա համար կապույտ սաֆիրային։ Այս առաջին մոդելն է, ցույց տալիս, որը ձեռագործապատրաստվել է։ Ինչ մոտից։ Պատրաստվել է մոդելային մոմով, մեզ պահին համաձուլվածքից արույր է կոչվում, համաձուլվածքն է, առաջին մոդելն է, ձեռքով պատրաստված, երբ որ պատրաստեցի, լիքը խնդիրներ առաջացավ, թե կապված դիզայնի, թե կառուցվածքի հետ, հետո վերլուծելով հասկանալով Արենի օգնությամբ ժամանակակից տեխնոլոգիաներով, այսինքն 3D տպագրությամբ և համակարգչային մոդելավորմամբ կառուցված ավելի ճիշտ կառուցվածքը 3 այս ռենդերներն է, այսինքն համակարգիչով արդեն ձևավորված վերև էսքիզներն էր, այս թվային էսքիզներն է, մեջտեղում տեղավորված է 8 հանգյուն աստղը, տետանոսական, աղեր կյուսացներով, ինչը խորհրդանշման աղերության նշան է և կաղավության, այսինքն հոգևոր մատանին
բաղկացած է 6 մասից, դրի տպագրությունից հետո ձուլվել է, ատան երբ որ ձուլվեց, իրականացվել է կտրում, կոպիտ խառնում, ինչից հետո մշակվել է դետալները առանձին մասը, որից հետո հավաքվել է գազկիստանային ամբույցով ու լազերային միջոցով։ Այսինքն մանր մասերը լազերային միջոցով ամրացվել, իսկ ներսի հատվածը աստարը, որ տեսնեք քուջան հատանի, դատարկը ամրացվել է գազկիստանային Այս արդեն մատանու վերջնական տեսքն է։ Ոնց առաջացավ հեթանոսական առաքելական եկեղեցու ձուլումը։ Խնդիրը նրանում էր, որ էլի ասացին մեր մոտ հիմնական վարպետները կենտրոնացում են Հայաստանում։ Խնդիրը նրանում էր ու ցանկությունը, որ այլ երկրները ճանաչեն մեր մասին, ինչքան է որ տարբեր երկրներում համարյա բոլոր երկրներում կան մեր եկեղեցիներից, որովհետեւ հայերը ստեղծել, կառուցել, բայց իմաստը չկա, այսինքն մարդիկ դուրսները գալիս տեսնում են, բայց ծորերի ինչքանով է որ բացատրում են, իրանք մեզ չեն ճանաչում, ինչքանով որ քննարկում են, այսինքն ինձ արդեն թույլ է տալիս, որ մարդիկ ոչ միայն ճանաչեն, այլ ինչ-որ փոքրիկ մասնիկ կրեն իրանց վրա Հայաստանից։ Իսկ այդ դիմացի բանը ինչ նշան է, հայերն առաջին կարի մեջտեղի մասը։ Սա աղավնի, չէ, այդ աղավնի, Սա աղավնին է, սուտ ողդու խորհրդանիշն է։ Տեխնիկական ինչ-որ խնդիրներ ունեցել ես ընթացքում, որ մշակել ես, որն էր ամենաբարդ տեխնիկական պատրաստելուց։ Քանի որ մատանի առաջինը չի, երկրորդն է, առաջինը մասնակցել է ցուցահանդեսին, նվիրվել է վարպետի կողմից շատ սիրելի իր ընկերոջը Սասնածռելի Աշոտ։ Իմանալով մինչև 10 օրինակը դա համարվում է առաջին մոդել։ Դրա համար ինքը նույնպես առաջին մոդելն է։ Խնդիրները այս անգամ չեն եղել, բայց առաջին անգամ խնդիրները առաջացել են ծավալի հետ կապված, այսինքն ինչքան էլ համակարգչով հավաքվել է, մինչև իրան ձեռքով չհավաքվի, քանում խնդիրներ չի հասկանա, այսինքն երկու անգամ պետք է տվի հավաքվի, որ հասկանա։ Կողքի խաչերը եթե նկարեցիք, խաչերը իմ մտածելով, այսինքն իրանք դեպի անվերջություն են գնում, խորհրդանշելով քրիստոնեությունը, որ միշտ քրիստոնեություն լինելու ապրելու է։ Սա քո դիզայնն է։ Հա։ Ահա, բա ինչ վարպետի մասին ես ասում։ Վարպետ Դավիթ Պետրոսյանը, մոտ որ սովորել է։ Ահա, բարի։ Միջև այս իրը ստեղծել դու այլ ինչ որ բաներին են օգնել ես, արել ես, հա, հետո նոր ստեղծվել է քոնը։ Ճիշտ եմ հասկանում։ Հա։ Նայ, մոմի մեջ եւ այստեղ որոշակի տարբերություններ կան, չէ՞, մանավանդ ներքի այս կառուցվածքը, որ դու ասեցիր, տարբերությունները, ինչ խնդիր է, սա իրականում ավելի գեղեցիկ եւ բարդ տարբերակ է անելը, քան բնականաբար սա։ Բարդություններ ունեցել ես, որտեղ են ամրացման հետ կապված խնդիրներ եղել, թե չի եղել։ Ամրացման հետ կապված խնդիր չի եղել, քանի որ սա հաշվարկվել է առաջին մոդելի հիման վրա։ Առաջին մոդելի ես չեմ նախատեսել, որ պետք է լինել աստառով, բայց քանի որ ինքը ավելի ծանր է, ծանրացնում։ հա, ու գեղեցիկ չի նայվում, երբ որ ինքը ներսից դատարկ է դրոսում։ Այդ իսկ պատճառով աստառը նախատեսվել ավելի տեսք է։ Ովքեր են քո ոնց որ դեռ չես ավարտել պրեզենտացիան, չէ՞, մենք անդադ ընթացքում հարցեր ենք տալիս։ Լեռնային տնտեսական պլանի առաջխաղացման արտադրություն նախագծի շրջանակներում ձևավորվեցին ի կառուցվածքը
մշակվել է այն վերջում ֆինանսական հաշվարկներն են, հա։ Վերջնական գինը 60,000 է։ Այսինքն այստեղ ընդհանուր հաշվարկները արվել, քարերը սաֆիր են, 275 մմ դրամաչափով, 8,100 արժեքով, արծաթե կանը որսուր շուկայում կասացիա 20 դրամով կգնաս կա 18,000 կազմում, իսկ մնացածը արդեն աճեցել է մոմով ծուրումը և մշակումը, կազմում է 10,000 դրամ։ Այդ ծախսը։ Վերջնական հաշվարկի արժեքը միջին վաճառքը 60,000 դրամ է կազմում, այսինքն շահութաբեր տոկոսայնությունը 66,2%։ Հարց ունեմ, քանի օրում է պատրաստվում, ինչքան ժամանակում է պատրաստվում։ Հիմա քանի որ ես վերջացրեցի, ասեմ, մատանից հանվելա ռետինե կաղապար, այսինքն թույլ է տալիս արտադրական, եթե մտնի արտադրության մեջ, արագ սերիական արտադրության դուրս գա։ Այս պահի դրությամբ սկզբից խնդիրներ կան, որովհետև առաջին մոդելը, ասենք եթե ինչ-որ առաջարկներ լինեն ցանկացողներ լինեն, խնդիրներ կառաջանան արտադրության համար, այդպես պատճառով ռետինե կաղապար ձևավորվեց, որից իհարկե ըստ քանակի որքան որ ուզի։ Այստեղ չհասկացա ինչ խնդիրի մասին է խոսքը եւ ռետինե կաղապարը դու ունես մի հատ այսպես, հա, սա մոմա թլատունա, բայց նաեւ մոմը կա, չէ՞ իրա։ Պատրաստի թե չունես։ Ձերը ունը ինչ ձեռքով, երբ որ պատրաստում ենք ոսկերչական մոմը, ավելի փափուկ է, քան տպագրի մոմը։ Տարբեր մոմեր կան։ Բարի։ Այս պատճառով չկա։ Ահա, այսինքն բայց ունես դու ռետինե կաղապարը։ Այո։ Այդ ռետինե կաղապարը այդ քո ասած 6 դետալների համար է, թե այսինքն 6 ամեն դետալ ունի, ահա, ու այդ 6 ռետինե կաղապարը ինքնարժեքի մեջ կա։ Այստեղ հաշվարկում։ Չէ։ Լավ, դու սա ընդամենը էսմոս, հա, սրա բանն ես արել առանց մասսայական այդ քո ասած, որտեղ ռետինե, պլյուս դու արել ես ռետինե այդ քո կաղապարի ֆորմա։ Գիտեմ, հա, ֆորմա։ Քանի փուլից է բաղկացած մատանի պատրաստելը։ Սկսում ես ինչից։ Էսկիզը կա արդեն, ենթադրենք էսկիզը կա, որոշել ես հետո ինչ ես անում։ Այսինքն ռետինե կաղապարը կա, առաջին փուլը մոմագործությունն է, սկսվում է, երկրորդ գործը ձուլագործությունն է, այսինքն հավաքվում է, եւ ժամանակապետ որպեսզի ռեժիմ անցնի, դնում է վարանի մեջ, որպեսզի կապը թրծվի ճիպսը, ատոմոս վերջական ճիպսը, որից հետո ասում են ձուլման։ Ձուլումից հետո գալիս է երկրորդ փուլը, այսինքն սարքահատումը։ Երրորդ փուլը սարքահատման ընթացքում կտրվում է կողմից հատումը կատարվում շուշաթղթում, չորրորդ փուլը փայլեցումն է, փայլեցվում է, հետո տրվում է քարեր գցվել։ Այսինքն քարերը գցում են, նոր վերջնական դաձեր կային անում, այսինքն ինքնորդ նորից փայլեցում է կատարվում, վերջնական տեսքը ձևավորվում։ Երբ որ դուք կտրտում եք եւ սկսում եք պալիրոպլան անել, շուշաթղթել, չէ՞, այնտեղ ավելորդ բաներ են լինում, փոխում եք, հանում եք, հա, միջև դրանից հետո եք էլի ինչ-որ մոմա սարքում, թե չէ։ Չէ՞։ Իսկ ռետինը եւ որ փուլում եք անում։ Ռետինը միշտ չի արվում, հենց առաջին մոդելը հանվում է, եթե ցանկություն կա, այսինքն ինչ որ X անձնավորություն չի պատվիրել, որ դա միայն իր համար է, ըստ ցանկության հանվում է ռետինե կաղապար, այսինքն որպեսզի 10 կամ 20 հատ հանվում, այսինքն քանի որ իր ժամկետը շատ երկար է, հենց չի փչանում։ Ամեն անգամ տպելու կամ մոմով սարքելու կարիք չի։ Բարի։ Լավ, եւ էլի վերջնականը մի հատ եք, չէ՞, պալիորական վերջում։ Քարերից հետո անում եք։
հարցեր ունեք, վերջացրեցիք պրեզենտացիան, թե ոչ։ Հա, վերջում հաշվարկներ եւ վերջ։ Մրցակիցների մասին մուտք կա, բայց դու չխոսեցիր իրանց մասին։ Եվ քո թիրախային խումբը ովքեր են։ Թիրախային խումբ, այսպես ասած, չկա, քանի որ բոլոր ներկայացված նարեկացին պրոգոմեշ Թևոս Գորիզը և Անահիտ Անտունը, իրանք բոլորը էլի վերցնում են հայկական զարդանախշերը հայկական ճարտարապետությունից, բայց իրանց մոտ հիմնականում կրկնվում է իրանց աշխատանքները, այսինքն մեկը մյուսից ինչ-որ բան վերցնում է։ Իմ աշխատանքը նրանով է կայանում, որ ինքը առաջինն է, այսինքն ամենամեջ չեք տեսնի ոչ այդ աշխատանքից։ Այս բայդրությամբ ինչ-որ խնդիրներ չկան։ Իսկ ով է քո շահառուն, մրցարվանը, Գնորդը։ ով է քո կլիենտը, պատվիրատու։ Պատվիրատու սպայի չկա, բայց բոլոր պատվիրատու։ Եթե կարելի դեպքում 20-ից 40-ներ, պիտի շատ։ Չէ, ով է քո գնորդը։ Ոնց որ ոլորտում ես որոշում, որ բանանս վաճառքը։ Կին է քո գնորդը, թե տղամարդ։ Մատանին unisex է, այսինքն կապ չունի տղամարդ թե Բայց թեմա տարազարդ է։ հիմնականում տղամարդկանց համար Այս կանայքան սիրում եք։ Ես մի հարց ունեմ, ինչքանով է քո վարպետի ազդեցությունն է եղել ազնիվեղի քո ստեղծագործության հիման վրա, այսինքն ինչքան է իր միտքը, իր քեզ թված փորձը ընդհանուր միջև զարդերի ընտրությանը, ինչքանով է ազդել քո ստեղծագործության վրա։ Այս աշխատանքի Այո։ Վարպետի ազդեցությունը այնքանով է եղել, որ 7 տարվա ընթացքում 7 ինքն է սովորացրել ինձ այդ ամեն ինչը, այսինքն ինչն է վերել նրան, որ ես կենտրոնանամ հենց հայկական զարդանախշերի, հայկական տաճարների վրա, այսինքն հիմնականում մեծ մասը։ Բայց աշխատանքը կատարվել է իմ կողմից, այսինքն վարպետի նշանակություն չի եղել։ Ինչ որտեղ եղել է, որ սխալ եմ արել, ասենք ինչ-որ գործիքի դիաբետել կամ ինչ-որ յուտին դիաբետել, հա, վարպետը օգնել է, բայց որպես մի աշխատանքը եղել է։ Չէ, ես հարցս ինչի էր, այդպես, որտեղ դու ասեցիր, որ երկրորդ այսպիսի զար չեք գտնի, դու ես ընտրել իր զարդային տեսքը, հա, բայց կներես, իմ կարծիքով բավականին մեծ ազդեցություն ունի քո վարպետը, քո ստեղծած իրի ձևավորման վրա։ Եթե մենք Կարենին տեսանք, որ ինքը ինչ-որ միտեղից կոնկրետ վերցրել էր, հա, ինչ-որ բաներ եւ փորձել էր անել, քո մոտ ես տեսնում, միգուցե ես սխալվում եմ, դրա համար եմ հարցնում, որ այստեղից, որն է քո իրական, հա, այդ դիզայնի տեսանկյունից, որպես վարպետորեն, որպես կատարող, ես տեսնում եմ, որ դու բավականին արդեն փորձ ունես իրան եւ նաեւ տիրապետում ես փուլերին, հա, ինչպես ես անում, ոնց ես անում եւ այլն եւ այլն։ Ուրեմն սենց ասեմ։ Ուտանկյուն աստղը, որ տեսնում եք, այդ Ողջունում եմ բոլորին, շատ հաճելի է տեսնում եմ, եթե թույլ կտակ արդեն քանի որ ավարտել է, ես չմիջամտեցի, հա։ Անիմատիկ ես Կարեն Մարկարյանն եմ, այսօր կներկայացնեմ իմ դիպլոմային աշխատանքը, որ կոչվում է Քանիս Տերուզար, Կասկադի ճարտարապետության Թեմայի արդիականությունը, ոսկեգործությունը ինչպես արվեց դարեր շարունակ զարգացել է, պահպանելով իր մեջ տարբեր խորհրդանշական դետալներ, մոտիվներ, օրնամենտներ եւ վարպետների զարդարության արհեստները նույնպես կրում են կարևոր մշակութային եւ պատմական ժառանգություն։ Հետեւյալ դիպլոմային աշխատանքի արդիականություն պայմանավորված է նրանով, որ պատրաստված զարդերը նույնպես կիրառվում են ճարտարապետական օբյեկտներ եւ ներկա գլոբալիզացիան պայմաններում շատ կարևոր է պահպանել մեր ժառանգությունը եւ փոխանցել մեր սերունդներին։
Աշխատանքի նպատակն է ստեղծել երկու հեղինակային զարդ կասկադի ճարտարապետության, նրանց զարդերը պետք է լինեն առօրյա կրելուն հարմար, նաև պետք է օգտագործել ամենաժամանակակից տեխնոլոգիաները։ Ուսումնասիրության օբյեկտներն են կասկադը, օգտագործող քարերը և արևային ժամացույցը, հիմնականում օբյեկտներ։ Ոսկեգործությունը, ինչպես արդեն ասացի, արվեստը ինքը սկսած որոշական ժամանակներից շարունակել է իր զարգացումը, ավելացել է նոր ոճեր և մինչ օրս հատկապես հայկական ոսկեգործությունը ինքը ունի շատ հսկայական արժևորություն։ Եվ իմանալով այդ, ամեն մարդիկ ովքեր որ կրում են թեկուզ հայկական զարդանախշերով պարզ խաշուկներ կամ պարզ զարդանախշված ապարանջաներ, նրանք կրում են իր մեջ հայրենիքի սերը և ժառանգությունը։ Ինչպես ոգեշնչման աղբյուր ընտրվել է կասկադը, դա միանգամյա ընտրություն չէր, ընտրությունը գնում է տարբեր հայկական ճարտարապետություններով, բայց ընտրվեց կասկադը, քանի որ նա ունի շատ սիմվոլիկ և ճանաչելի ձևեր, որոնք հնարավոր են դարձնել զարդի մեջ։ Անցնենք գործնական հատվածին։ Ընտրվել են հետևյալ կասկադի օբյեկտները, ինչպես տեսնում ենք կասկադում շատ հաճախ է հանդիպում բուսական զարդանախշերով քանդակներ, նաև հետևյալ կիսաշրջանաձևը շատ նմանացնում են արևային ժամացույցին, նաև օգտագործում են խեցիների զարդանախշեր։ Վերցնելով հետևյալ օբյեկտները, քանի որ նրանք հեշտ են և ճանաչելի են զարդերի մեջ, սկսել է արդեն էսքիզավորման փուլը, դա արդեն էսքիզներն են, սկզբնական նախնական։ Հետևյալ էսքիզները պատրաստվել են տարբեր տարբերակներով, որպեսզի հասկանալ թե ինչպիսի ձև ընդհանրապես կարող է ունենալ մատանի, նաև նկատում ենք, որ շատ դեպքերում օգտագործում են նմանատիպ քար, սա նույնպես կասկադի սրածելի դետալն է, արդյունքում ընտրվել է հետևյալ և այս էսքիզը, քանի որ նրանք ի համեմատ մնացածի ավելի արդյունաբերական են օգտագործության համար, նաև դիզայնով տարբերվում են։ Հետևյալ էսքիզներից ստիպված հրաժարվեցին, քանի որ գործընկերների վերլուծության արդյունքում ի հայտ եկավ, որ նմանատիպ զարդեր արդեն գոյություն ունեն։ Սա այդքան զարդի մաքուր էսքիզն է, կասկադ զարդը, ովքեր օգտագործում են խեցիները, նաև հետևյալ քարի երեսակումը ակրանքը, ինքը հորում է կատարում կասկադի այս սրածային։ Երկու տարբերանքով է մշակվել, ոսկուց և արծաթից, ոսկու դեպքում օգտագործում է ոսկե ավազաքարը, քանի որ իր փայլը ավելի շատ ոսկի դեպքում է առաջել, իսկ արծաթի դեպքում արդեն այլ տարբերակ կա։ Արդեն երկրորդ էսքիզը, սա արդեն բացի կասկադի հետևյալ օբյեկտից, նաև իր մեջ լրացնում է հետևյալ օբյեկտը, որը հանդես է գալիս արևային ժամացույց, ուղղահայաց արևային ժամացույց, որոնք տաճարների դեմքում են ավելացում, և կողքի հատվածում գտնվում է ռուսական մոտիվներով օրնամենտ։ Զարդերի համար նախատեսված զարդատուփը, պարզ զարդատուփը ուղղակի կասկադի ճարտարապետական մոտիվների սիմվոլիկա։ Էսքիզավորման փուլը անցնելուց հետո սկսվել է 3D մոդելավորման փուլը, որի արդյունքում արդեն իր դիզայնի վերջնական տեսք են ստանում։ Փորձի արդյունքում ստացել է հետևյալ տեսք, առաջին անգամ չի ստացել, այստեղ նկատում ենք, որ սկզբում քեցների քանակը ավելի շատ էր, հետագայում այդ ինքը նվազվեց իրան ավելի նրբագ և ավելի թեթև դարձնելու համար, նույնպես հետևյալ դեպքում էլ երևում է տարբերություններ։ Եվ մոդելները պատրաստել, սկսում է վիզուալիզացիաները, ռենդերները, հետևյալ նկարները պատրաստում են նրա համար, որ միշտ արտադրությունը սկսել է, մենք կարողանանք գնահատենք, թե զարդը ինչպիսի տեսք կարող է ունենալ։ Տարբեր նյութերից են պատրաստված ռենդերները և տարբեր դիսկերից։ Սա արդեն զարդերի անիմացիոն ռենդերներն են, տեսահոլովակներն են, սրանք նախատեսված են նրա համար, որպեսզի մենք տեսնենք զարդերը ամեն հնարավոր դիրքերից, մինչ արտադրել են։ Նաև սա այդ տեսահոլովակները կարելի է օգտագործել վարկեցնի համար։ Նաև հետաքրքիր դետալ է, որ այստեղ ուղղակի տարրերի հերթականությունը չի, այլ արևային ժամացույցի հին հայկական տարրերի թվային համոժեքներ են։ Օրինակ ԺԱ-ն դա 11-ն է, իսկ ԺՏ-ն արդեն 12-ն է։ Հաջորդը։ Սկսենք արդեն արտադրության փուլը։ Իրականացվել է սիրուն տպագրություն մետալից, հատուկ պոլիմերից, որից տեսնենք դրա ֆորման, և արդեն ձուլվել է մետալից, ցույց տամ, սրանք նախատիպերն են, և նաև այդտեղ քարն է, որը օգտագործվում է։
Եվ արդեն զարդերը հասել են իրենց վերջնական դիրքի, այսինքն ծույլվել են փայլեցել անցնել բոլոր հարկավոր этажները, պատրաստվել են անցկացվել է ֆոտոսեսիա մատրասյոն կա, իրանց ընդհանուր տեսքը ցույց տալու համար։ Նաև հետագա նկարները նախատեսվում են օգտագործել մարքեթինգի համար, նաև կատարվել է ֆոտոսեսիա կասկադի շրջապատում իրանց մշակութային ժառանգության կապը ավելի արժեքավոր դարձնելու համար։ Եվ զարդերը արդեն թե ինչպիսի տեսք են ունենում հենց օգտատերերի, զբաղողների ձեռքերի վրա։ Որ խնդրեմ պատմական մոտեցնենք։ Ամբողջ իրագործման ընթացքում կատարում է վերլուծություն մրցակիցներին, անհասացրել են հետագա մրցակիցները Երևանչիորի, Հենսերջիորի և Լուսավորը, ամենից նշանավորը Երևանչիորի, քանի որ նրանց հավաքածուն հենց կոնկրետ ուղղված է կասկադի ջանքերապետության վրա, իրավաբանության արդյունքում հետաքրքիր բաներ ենք տեսնում, օրինակ նրանք արդեն իրագործել էին ականջողերը, որի էսքիզները նախորդ պատրաստվել են, և նրանց մոտ օգտագործում են որպես քար լազուրիտ, այստեղ նրանք հետաքրքիր կապ են ստեղծում կասկադի և կասկադի ջրի հետ կապված։ Ի համեմատելով և նրանց աշխատանքները ես կապը ավելի շատ ստեղծում եմ արևի հետ։ Մնացած բրենդերները նույնպես անդրադարձել են կասկադին, իրանք բավականին հայտնի են, նրանք ունեն մշակված մարքեթինգային ստրատեգիա և շատ հեշտ կարողանում են արդեն արտադրել իրանց պրոդուկցիան։ Նաև ինձ հատկապես հետևյալ պատանում է շատ ոգեշնչում, բավականին հաջող տեսնում, որ շիների հաջող հետաքրքիր է, որ հետևյալ բրենդերի այս հավաքածուն սկսել է արտադրվել միայն այս տարի, այսինքն այն ժամանակ, որ ես սկսում եմ աշխատանքը, դեռ մենակ միայն մեկ զարդ կար պատրաստի, ու մինչ օրս նրանք շարունակում են բարելավել և նոր հավաքածուն ավելացնել, որի հիման վրա մենք կարող եզրակացություն անենք, որ հայկական մշակույթի ճարտարապետական օբյեկտների օգտագործումը կարողացել վերջին տարվա տրենդն է, որը նույնպես ցույց է տալիս իմ կատարած աշխատանքի արդիականությունը։ Ֆինանսական հաշվարկները, ամբողջ իրագործությունը ու արտադրական պրոցեսը, որը կատարվել է, ֆինանսական հաշվարկներ են։ Ստացվում է, որ առաջին արտադրանքի գիրը բավականին բարձր է իրական զարդերի համար, այստեղ հաշվարկված են երկու զարդը, ինչպես արտադրի, այնպես էլ լոսու համար, բայց հետագայում ստացվել է արդյունաբեր արտադրությունը արդյունաբեր դարձնել, որի արդյունքում արտադրանքը ավելի քչացնում ինքնարժեքը զարդը, վաճառքի գինը և շահութաբերությունը։ Մարքեթինգային ռազմավարություն, քանի որ զարդերը իրանք գրելի բան իդեր են, նախատեսվում է իրանք ռեկլամիզացնել համացանցային արտերներով, որոնք կենտրոնացած են նկարների վրա, ինչպես Instagram, Pinterest կամ TikTok-ը, ինչպես ժամանակակից ծրագիր, իմ թիրախային լեսարաններ մարդիկ մոտավորապես 20-ից 40 տարեկան, քանի որ նրանք սպառողներ են, նրանք ունեն բավականին բաներ ֆինանսներ, որպեսզի կարողանան իրենց թույլը տայնել։ Նաև թիրախային լեսարանի մեջ մտնում են արտերկրյալ ոտոշրջիկները, որոնք հետաքրքրված են հայկական ճարտարապետությունով կամ մշակույթով։ Զարդերի ցուցադրություն Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում էության զարդումքի երկու ցուցադրությունում իրականացվել է զարդերի ցուցադրություն, որի շրջանակում նաև մասնակցել է մեր կողմից պատրաստված զարդերը։ Զարդերը ցուցադրությունում իրենք մետալից չեն, իրենք հատուկ պոլիմերից են, ինչպես հակացում են։ Դա պատրաստված է նրա համար, որ ցույց տա ժամանակակից տեխնոլոգիաները և նրանց արդիականությունը։ Զարդերը բավականին բարձր գնահատական ստացել, թե ինչպես հանձնաժողով հրավիրած հյուրերի, այնպես էլ հրավիրած հյուրերի կողմից։ Ցուցադրության մասին նաև պատրաստվել է տեսողորովակ ելակետում։ Եզրակացության արդյունքում կարողացան, որ պատրաստվել են զարդերը, միակիների մոտ են։ Իրականում սկզբնանալի տեսքից նրանք որոշ տարբերություններ են ունեցել, քանի որ ընթացքում խնդիրներ են առաջանում և այդ խնդիրների լուծումը օպերատիվ լուծում էր ստանում։ Երկու զարդ, նրանք երկուսները պատրաստված են բարձր որակով, օգտագործելով երեգել մոդելավորման ծրագիր, կասկադի ճարտարապետությունը բավական ճանաչելի երևում է, հետքանը։ Շնորհակալություն, ես շատ շնորհակալ եմ Հիանալիեր, մի հարց ինքնարժեքի, այսինքն շահույթը միշտ հաշվի առեք, որ 3 անգամ ավելանեք, որովհետև դա օրենքն է
հետագայում, եթե մեծածախի մասին է, օքեյ, կրկնակին շատ լավ է, բայց եթե ոչ մեծածախի մասին է, 3 անգամ է ավելանում ինքնարժեքից, դա զուտ ձեր համար հետագայում, որ դուք հասկանաք։ Ես ուղղակի շատ ունեի ցանկություն, որպեսզի պատրաստած զարդերը լինեն մատչելի ավելի մեծ տարածության համար, իսկ արդեն ավելի ցածր գինը դրա նպաստում է նորմով, որ ավելի շատ մարդ կարող է իրեն թույլ տալ ունենալ, իսկ ինչքան շատ մարդ արդեն ունեն, քան արդեն ռեկլամանան արդեն ավելի առաջ են, արդեն ինքն իրան կարծում եմ ստացվում այս ժամանակաբերությունը կարծեմ 100% է արդեն կատեցի, շատ լավ է, երկրորդ բանը շատ լավ է, շատ գեղեցիկ է, հետաքրքիր մոտեցում եք ցուցաբերել, էլ ինչպես եք փորձում, ինչ տարբերակներ եք բացի այս երկուսից ընթացքում հաստատ մտքեր են եկել եւ ինչ առաջարկներ ունեք այսօրվա շուկային։ Իրականում բավականին բան է կասկադի ճարտարապետությունը, մենք դիտարկում ենք տարբեր տեսակներ, ինչպես օպերայի համալիրը կամ զվարթնոց տաճարի կամ մոդելավարեկը, դրանց բոլորի համար պատրաստվել են էսքիզներ, դիտարկում են որպես տարբերակներ, բայց հրաժարվեցինք մի օգուտ կասկադի, բայց միևնույն է էսքիզները մնացել են։ Այն պատճառը, որ հիմա ես չեմ ներկայացնում, այն է, որ դրանք արդեն ինքնուրույն զարդ են ու պահանջում են առանձին ներկայացում։ Շնորհակալություն։ Հարցեր ունեք։ Ես ունեմ այդ թիախային խմբի հետ կապված 20-ից 40 տարեկան ավելի լավ է 20 պլյուս գրի էլի, ոչ թե 20-ից 40 տարեկան։ Տեսակ սեթինի շատ դիմացը դստած մարդ։ Մի կողմից ուզում ենք, մի կողմից չես թողում։ 40 տարեկաններ դա շատ ծախսափելի է։ Բայց որ հասկանաս որ դրանից մի քիչ ավելի է, այնպես է կարծում որ իրականության կարելի ավելի դայնացնել մի այլ փոքր տարիների համար, քանի որ այն նաև հարմար է երեխաների համար դրան, նրանք բավականին նուրբ են եւ ես այդ տվել են որպես ինչ-որ վնասող հատվածներ դեռ չունենան։ Որովհետեւ ուղղակի հարցը որ որտեղ երեխան է գնում զարդը այդպես զորաբերում։ Մի հարցել որ շուկաներում ես տեսնում, ունես դու արդեն ապրանք։ Ամենաառաջին միտքդ որտեղ կառաջարկեիր այն վաճառել։ Որպես շուկա։ Լավ արդեն, ընդհանուր պետք է իրականացնել վերլուծություն շուկայում, թե ովքեր են կարող տանել, նրանք մրցակիցներն որոնք ես դիտարկել եմ, նրանք արդեն ունեն իրենց հավաքությունները եւ իրենց առաջարկել արդեն իմ ոճով պատրաստած զարդերը խելամիտ չլինի այն պատճառով, քանի որ իրենք տարբերում եւ հավանաբար իրենք հրաժարվել կամ շատ փոփոխություններ կկատարեն։ Կամ ինչպես տարբերակ պետք է զրոյից սկսել, ինչպես բայց դա նույնպես շատ ռիսկերի բան է, կամ էլ պետք է բոլոր ամբողջ շուկան վերլուծել։ Իմ կարծիքով հիանալի կլինի, եթե դու մոտենաս Կասկադ հենց տնօրենությանը եւ առաջարկես քո հեղինակային աշխատանքը եւ միգուցե այնտեղ հնարավոր է նաեւ բարձր ինքնարժեքով դու ներկայացնես։ Հենց Hermes Jewelry արտադրությունը հենց Կասկադի խանութում է վաճառվում։ Ինչու՞ չէ դու ես քեզ կողքներս դες երբեք մի թերագնահատի քո ուժերը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ համատության մեջ է։ Ես ուզում եմ նշել Կարեն քեզ։ Լիարժեք պատրաստված էիր բոլոր առումներով, հստակ տիրապետում էիր նյութին, ինչ էր վերցրել, որտեղ եւ քո գերազանցությունն է ինձ համար լիարժեք է, բայց դա չի նշանակում պետք է դրտես ավելին գնալ բոլոր առումներով էլ ավելի շատ իմանալ, չբավարարվել, պրպտալ եւ ինչպես ասեցին քո համառությունը, ոնց որ քեզ նաեւ մի փոքր կարող է խանգարի, բայց նաեւ շատ օգնելու է քո կյանքում, քո կարծիքի տեր լինելը, որտեղ ինքը հիմնավորված է եւ դու միայն հիմնավորված արարքներն ես ինչքան հասկացա ընդունում։ Մինաշ ջան, միանշանակ նկատվեց, որ դու հմուտ վարպետ ես, այսինքն որպես վարպետային բաներին տիրապետող ապագայում, երբ որ քո խոսքը ասելու լինես, հա,
այստեղ արդեն Կարենի խառնվածքն է պետք եւ բոլորիդ եմ ասում, Կարենի մոտ դա ավելի բավարար էր այդ բանը, շատ ավելի լուրջ վերաբերվեք ձեր թեմաներին, շատ ավելի խոր ուսումնասիրություններ արեք, քիչ քննադատեք ուրիշներին, բայց ձերը իմացեք եւ ձերը կարողացեք պաշտպանել, պրպտալով ոչ միայն մեր նաև համաշխարհային կոնտեքստում այդ ամեն ինչը նայելու, եթե ուզում եք ավել գնաք, եթե ուզում եք ընդհանրապես լավ մասնագետ լինեք, ուրեմն պետք է քրտնաջան անընդհատ աշխատեք եւ այն անհնարինը դարձնել հնարավոր։ Դա միանշանակ անընդհատ աշխատելու արդյունք է։ Գալինա ջան, քեզ հետ կապված ողջունելի են ինչ որ դու արել ես, ես երեքիդ բոլորիդ հրավիրում եմ իմ արեստանոց սեպտեմբերից, խնդրեմ համեցեք, եթե ցանկություն կունենաք, ես սիրով իմ գիտելիքներով կկիսվեմ։ Գալինային հատկապես կսպասեմ զուտ, որովհետև հենց հագուստի հետ կապված, նույն քո հագուստով դու կգաս, մենք միասին իրա վրայով կանցնենք եւ այն ինչ որ ես կցանկանայի ավելի ավելացնել, քեզ մի փոքր կտայի, անպայման գնացեք աշակերտորդը նայելու։ Պարտադիր, այո, անպայման գնացեք, որտեղ այնտեղ թե զարդը կա, թե հագուստը եւ Գալինա քեզ է հատկապես վերաբերվում, շատ ավելի պետք է մինչեւ նյութին պատրաստվել, շատ ավելի խորանաս, շատ ավելի կարդաս ազգայինի վերաբերյալ եւ այլն, մի խոսքով բոլորիդ ցանկանում եմ վաղը էլ ավելի լուրջ վերաբերվեք յուրաքանչյուր հարցին, նայելով ժամանակի կոնտեքստները, որով դուք վերցնում եք, որտեղ իրականում ոնց որ ենթադրենք նույն մեր կասկադը ոգևորվել են հնագույն մեր արվեստներով եւ ստեղծել են այսօրվա որոշակի արժեք, որը հետագայում էլի մի քանի 100 ամյակներ հետո դառնալու է պատմական մշակույթ, այսօր էլ է ինքը զարդարում, բայց իր արժեքը, բայց այդ գիտելիքը շատ խորը գիտելիք է, որը գալիս է հազարամյակներ առաջ։ Մի խոսքով շնորհակալություն, ուրախ էի լինել այստեղ, ձեզ կանաչ ճանապարհ։ Ես մի բան ասեմ, շնորհակալ եմ, վերջը մեր դավստանից օրեսկան տարների ընթացքում եկավ պաշտպանեցի մեր հետ։ Ամեն մեկիդ համար ինքը ամբողջովին ապրում էր յուրաքանչյուրի խնդրով, յուրաքանչյուրի հաջողությամբ եւ առաջ խաղացում էր։ Միանշանակ դա այդպես է եւ ամենամեծ կարևոր բանը մեր կյանքում դա սերն է, որը մենք ստանում ենք եւ փոխանցում ենք։ Օսկարի ժամանակ մամային պապային էլ էր Ես կարող եմ ասել, դու պատրաստ ես գնալ այլ ավելի առաջ, քեզ ներկայացնել եւ առանց վախենալու, ինչու՞ չէ, եթե ունես վերնիսաժում տեղ վերցրու, քո եւ այլ այն ինչ որ կոստյումիկա է, ինչու՞ չեմ կարող ասել, ինչի, որտեղ դա ամենադժվարն է վաճառելը, քեզ վաճառելը, դա ամենաառաջի քայլերն են եւ դա ամենամատչելի տարբերակն է, այսօր հանրությանը ներկայացված լինելու, որտեղ
ով որտեղ որ լինի, միևնույն է ինչքան էլ բարձր պաշտոնյա լինի, միևնույն է գալիս է վերնիսաժ։ Մավրոնը անգամ եկավ վերնիսաժ։ Անպայման գալիս է եւ ես գիտեմ, կարող է դուք որպես վարպետ համարում եք դա ավելի ոչ հարիշտ է, բայց եթե մենք նայում ենք շուկայի բանի, տեսակի բոլոր բաներ, առաջինը մատչելի 2000 կամ 1000 դրամ ամենը սեղանուկն է, որը կարող են թույլ տալ, երկրորդը դա ամենաառաջի քո իրական առնչվում ես դու հենց հաջողի հետ եւ լիքը խնդիրներ կարող ես բացահայտել։ Դա իմ խորհուրդն է, բայց իհարկե դուք եք ձեր ճանապարհը հանթելու, երեխեք ջան, դուք եք ձեր ուղին գտնելու, ինչու՞ չէ միգուցե այնպես ստացվի, որ դուք աշխատեք լավագույն եկամ հիմնեք ձեր բրենդերը, որոնք լինեն աշխարհում հայտնի, բայց ձգտեն գնանք եւ համաշխարհային մակարդակով ներկայացնենք, ինչ ասեմ, կանաչ ճանապարհ Նկարել միասին, արդեն սիրելի շրջանավարտ, Միքայել Էստոն կես ժամ առաջ լսանող եք, կես ժամ հետո արդեն շրջանավարտ եք։ Ես իմ փոքր խոսք ասեմ և հետո խոսքը կփանցում արձակում ես սիրելի հարկերի նախագահին և անդամներին և ձեզ հետախոսք ունենք արդեն լսելու։ Նա շնորհավորում եմ ձեզ, որնից ոչ մեկ անվավորը չի ստացել և բոլորը շրջանավարտ եք արդեն 2026 թվականին։ Ուզում եմ ասել, որ ուրախայի այս տարիների ձեզ տեսնիչ կոլեջում, որը հետաքրքիր մարդիկ է, ու շատ ուզում եմ ձեր ոլորտում որտեղ պատկերացում և հաստատ տեսնում եք ինչ ճանապարհով գնալու, գոնե մեր տեսած ճանապարհով գնանք, ձեր տեսածը գուցե ավելի մեծ է, ու ձեր տեսածը ճանապարհով ուղղումներ են, գնացեք, հասեք, չվեր արեք, թավեք, գնացեք լավ տեղեր, որտեղ ուզում եք, բայց Հայաստանում գործել, գնացեք համստացեք, եկեք Հայաստանում շարունակեք մշակույթը, արվեստը, որով զարգանալու է մեր պետությունն է։ Ես 46 տարեկան եմ, բայց սպասելու է, որ 48-ի կողմերը բրենդից օգտվել։ Ասենց այսպես ցույց է տալիս, որ այդ տարիքային սերունդ չլիզվեր։ Գնահատում կասեք գենանի հայտարարի գնահատումը և մեր խոսքը փոխանցենք մեր հայտարարին։ Մենք այն գնահատումը, որ ստացել եք, գուցե որևէ մեկի մոտ է մի փոքր ավելի կես միավորի բարձրացրել, բայց տարել եք դրանով իսկ ոգևորելով ձեզ, որ դուք իմանաք, որ դուք թեև տարեք ձեզ։ Ինչպես ամենասկզբից կերտատվում ասեց, 5 միհանոց համակարգ գնահատվում, 5 գերազանց, 4, 3 բավարար, 2 անբավարար, հիմա հայտարարեմ, Մարգարյան Կարեն գերազանց, Ավակյան Գալինա լավ, Գրիգորյան Մինաս գերազանց։ Բարև ձեզ,